Այսօր ես քննարկելու եմ ձեզ հետ մի երևույթի մասին, որը մենք պետք է խոսենք, որը դարձել է բավականին ժամանակակից սոցիալական մշակույթի ամենաշահարկվող, բայց եւ ամենաքիչ ըմբռնված հասկացողություններից մեկը։ Կարմայի մասին ենք խոսելու։ Նայեք, երբ մենք լսում ենք պլյուս, հա, այսինքն 100-ի մասին է այստեղ խոսքը, կարմայի մասին է խոսքը, արտահայտությունը մենք այստեղ ակամայից վերածվում ենք տիեզերական օրենք, հա, օրենքի մասին է խոսքը այստեղ ինչ-որ վիրտուալ միավորների, որոնք հավաքում ենք լայքեր, ռեպորտում ենք, ասես կոպիտ եմ ասում, դրանց միջոցով, սակայն իրականում այստեղ յունգյան հոգեբանության մեջ եւ Տարոյի արխետիպային համակարգում կարման ոչ թե պատիժ է կամ ինչ-որ պարգև, այլ անձի հոգեբանական հասունացման ճանապարհային քարտեզն է։ Կարման որպես հոգեբանական ստվեր մի փոքր այս մասին բացատրեմ, որպեսզի դուք հասկանաք, մի փոքր գիտելիք ձեռք բերեք, հա, որովհետեւ Յունգը հենց ինքն էր ասում, որ մինչեւ դուք անգիտակիցը չդարձնեք գիտակցված, այն կարող է կառավարել ձեր կյանքը, հա, եւ դուք այստեղ դա կարող եք անվանել ճակատագիր։ Ահա թե ինչ է իրականում կարման։ Դա մեր չլուծված էներգետիկ հանգույցներն են, մեր չընդունված ստվերները, մարդու մոտ կողմերը, որը կարող են նա չընդունել, որոնք կրկնվող սցենարների միջոցով մեր կյանք են բերում նույն իրավիճակները, մինչև մենք չսովորենք այդ դասերը։ Օրինակ մեկ թվանշանը, հա, ինչի հետ մասին է խոսում, կամ արդարության հետ կապված 11 թվանշանից եկեք խոսենք։ Դա խոսում է հասունության, այստեղ մարդը ինչ կարող է անել, պետք է եթե պլյուսի մեջ է, նա պետք է պատասխանատու լինի իր ընտրությունների համար, նա պետք է բավականին գիտակցի, հասկանա, ամեն ինչ տալիս է ինքը այս աշխարհին, իրեն դա վերադառնում է։ Նա ունի հստակ սահմաններ, բարոյական ներքին կողմնացույց եւ այստեղ գիտակցում է, որ իրական պլյուսը, դրականը, սեփական արժեքների հետ համահունչ ապրելն է։ Իսկ եթե մինուսում է այստեղ մարդ կարող է սկսել մեղադրել տենդենսը, ինչու խոսքի ասի, այսպես ասի, հա, ինչու խոսքի ինձ հետ ասա պատահել, այսինքն մարդը չի ընդունում իր ստվերոտ կողմը, կարող է պատասխանատու անձ չլինել։ Աշխարհն այստեղ կարող է ասել անարդար է, մարդը փորձում է գնել ճակատագիրը բարեգործությամբ կամ հրապարակային ակցիաներով, մոռանալով, որ կարման ներքին աշխատանք է, այլ ոչ թե